Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ այն ինչ որ այս պահին հասանելի է, այն տեղեկատվությունը, որտեղ գիտեք, որ գործով քննություն է գնում եւ իրավապահ մարմինները հիմա ամբողջական քննություն են իրականացնում եւ հուսով եմ, որ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված, բայց այն ինչ տեղի է ունեցել, դա սարսափելի է։ Ես այլ բառեր ուղղակի չունեմ եւ կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակները անթույլատրելի են եւ բնականաբար այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, այլ մենք մեր հերթին հիմա պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ եւ ինչքանով ու որողակն է իր տեղում եղել եւ ճիշտ արձագանքել, որտեղ նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես։ Դրանք տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, որոշակի նաև անհանգստացնող կարծում եմ ազդակներ են լինում, եւ եթե այստեղ մենք ունենանք բավարար զգայունություն եւ արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա այսպիսի դեպքերը չեն կարող նման ուրեմն սրացում ունենալ, չեն կարող խորանալ եւ կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել։ Ինչ վերաբերում է նրան, որ նախարարությունը ընդհանրապես ուրեմն թմրանյութերի, թմրամիջոցների տարածման հարցով ինչ ուրեմն անելիքներ ունի, բազմաթիվ են անելիքները, բոլորովին վերջերս մենք կառավարությունում քննարկում էինք այս ուղղությամբ ռազմավարությունը, որը ներկայացված էր ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից, բայց այդտեղ բոլոր գերատեսչությունները իրենց անելիք ունեն։ Կրթական հաստատություններում ես մեր անելիքը տեսնում եմ մի քանի հիմնական ուղղություններով։ Դա իհարկե թե իրազեկումն է, որպեսզի մեր երեխաները տեղեկացված լինեն այն վնասակար հետևանքներից, սովորություններից, նաև իրազեկված լինեն վտանգներից եւ պարզ լինի, որ իրավիճակում իրենց ով ինչ կարող է առաջարկել եւ իրենք ինչպես կարող են արձագանքել։ Իրենք ունենան նաև իրազեկվածություն, թե այդ պարագաներում ում կարող են դիմել եւ ինչպես կարող են աջակցություն ստանալ, բայց այո, մենք ունենք նաև խնդիր դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման, այն ինչ խոսել է երեք նախարարի տեղակալը, դա դպրոցների անվտանգության ստանդարտի մեր քննարկումների մի բաղադրիչն է ընդամենը։ Դրանով մենք նպատակ ունենք կարգավորելու դպրոցներում ելումուտը, որովհետև հատկապես խոշոր դպրոցներում եւ հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր։ Այստեղ մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութեր, թմրամիջոցները, այլև անհանգստացնում են օրինակ դանակի գործադրմամբ կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը եւ նաեւ այս դպրոցների ելումուտը վերահսկելու եւ կարգավորելու խնդիր ունենք, այսինքն սա առանձին խնդիր է, որն ուղղված է դպրոցների ելումուտի կարգավորմանը, ինչ վերաբերում է բուն ուրեմն թմրանյութերի եւ թմրամիջոցների հետ կապված խնդիրներին, կարծեմ վերջերս ներքին գործերի նախարարն էլ այս մասին խոսեց ազգային ժողովում համապատասխան հարցի արձագանքելով, որ մենք քննարկում ենք հնարավոր ուրեմն թեստավորման տարբերակը, հիմա միասին փորձում ենք հասկանալ ինչ եղանակով դա կարող է իրականացվել, հաշվի առնելով թե անձնական տվյալների հետ կապված հարցերը, թե բավականին հասկանում եք, որ զգայուն եւ նուրբ, բայց մյուս կողմից էլ մեր երեխաների առողջության ու անվտանգությանը առնչվող շատ կարևոր հարց է ու առաջիկայում կարծում եմ մենք ընդունելի տարբերակը կգտնենք այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, մի բան կարող եմ ասել, այն ինչ տեղի է ունեցել չպիտի կրկնվի եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա չկրկնվի։ Մենք պարբերաբար ունենում ենք հաղորդագրություններ իրավապահ մարմինների կողմից եւ վստահաբար բոլորդ այդ տեղեկատվությունը կարդում եք եւ տեսնում ենք, որ հիմնականում նաև այս պարագաներում թմրանյութերի տարածում, վաճառք տեղի է ունենում նաև տարբեր հարթակների միջոցով, ինչպես օրինակ Telegram ալիքներն են եւ այլն եւ պարբերաբար տեղեկանում ենք հերթական ուրեմն նման դեպքի հայտնաբերման մասին։ Մենք պարբերաբար ահազանգեր ստացել ենք, որ օրինակ ինչ որ կասկածի
կասկածելի մի բան տեղի է ունենում դպրոցների մոտակայքում եւ բնականաբար իրավապահ մարմինների հետ արագ կապի մեջ ենք այդ տեղեկությունները փոխանցելու։ Պետք է ասեմ, որ սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս, էլի եմ նշում, որովհետեւ իրականում այստեղ թե ծնողը, թե դպրոցը, թե յուրաքանչյուրս պետք է մեր տեղում լինենք իր գործադրման, իր պատասխանատվության շրջանակում, այսինքն յուրաքանչյուրս մեր անելիքը ունենք, որպեսզի մեր երեխաներին զերծ պահենք նման իրավիճակներից։ Այս կոնտեքստում տիկին նախարար դպրոցի տնօրենի հեռացման հարց քննարկվում է, թե ոչ, քանի որ նաև մարզպետարանից էին այդ թեմային անդրադարձել։ Ես ձեզ շատ կոնկրետ կպատասխանեմ։ Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է եւ պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը ես չեմ պատրաստվում քննարկել եւ ես այս դիրքորոշումը փոխանցել եմ նաեւ մարզպետին։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ նախարարությունը այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն տարածեց, որտեղ հենց ինքներս նշել էինք, որ իրականում այստեղ գործ ունենք բազմաշերտ եւ տարբեր բաղադրիչներ ունեցող process-ի մասին։ Ու ելի եմ կրկնում միտքս, երբ որ նման դեպքեր են լինում, դա երբեք մի օրվա, մի միջադեպի դրսևորում չի։ Սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրը արտացոլվել են այդ ձևաչափով։ Եվ այսօր մեր ամենակարևոր հարցն է հասկանալ ինչու եւ ինչպես է տեղի ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել, որտեղ նման իրավիճակները հնարավոր են լինում, երբ որ ժամանակին ճիշտ չեն արձագանքում խնդիրներին։ Եթե ժամանակին բոլոր օղակները իրենց աշխատանքը անեն պատշաճ ու բավարար, ելի կարող են մնալ խնդիրներ, որովհետեւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք ունենք աշխատանքային միջավայր, խնդիրներ միշտ կարող են լինել, բայց դրանք չեն կարող այսպիսի դրսևորումներ ունենալ։ Սա նաեւ կոմունիկացիայի պակասի, սա նաև ոչ բավարար միմյանց հետ խոսելու եւ հաղորդակցվելու, ծնողական համայնքի հետ ոչ բավարար աշխատանքի, ծնողների կողմից իրենց ուրեմն ներկայացվածության ու մասնակցության ոչ բավարար իմացության եւ բազմաթիվ խնդիրների արտացոլում է։ Ես նաև հիշեցնեմ, որ նախարարության հաղորդագրության մեջ մենք ֆիքսել էինք, որ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման գոտում։ Հիմա մենք կոնկրետ գտնվում ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման հարցում։ Պիտի հիշեցնեմ, որ դպրոցը մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոց է, նշանակումը պետք է արվի մարզպետի կողմից, բայց մենք համատեղ քննարկում ենք ժամանակավոր պաշտոնակատարի հարցը, որտեղ ակնհայտ է, որ այստեղ պետք է ունենանք բավարար փորձառու եւ հմտություն ունեցող անձ, որ կկարողանա տեղում նաև ճիշտ կառավարել իրավիճակը, բայց այստեղ մենակ ժամանակավոր պաշտոնակատարը չի, այստեղ կաշխատեն տարբեր մարմիններ, բնականաբար որպես լիազոր մարմին մարզպետի աշխատակազմը, բայց այս դպրոցում մենք կարծում ենք, որ թե տեսչական մարմնի, թե հանրապետական մանկահրաժարահոգեբանական կենտրոնի եւ թե նաև այլ մարմինների ներգրավվածությունը պետք է լինի, որպեսզի բոլոր խնդիրների բոլոր շերտերը բացահայտվեն եւ դրանց ճիշտ արձագանք տրվի։ Մի բան, ինչը այս առումով մեր ժամանակ է տալիս, դա առաջիկա ամառային արձակուրդներն են եւ կարծում եմ, որ դա բավարար ժամանակ է, որպեսզի խնդիրները վերլուծվեն, ճիշտ հասցեագրվեն եւ կարծում եմ, որ նոր ուսումնական տարում այս դպրոցը արդեն իսկ պետք է բոլորովին այլ միջավայրում, առողջ, անվտանգ, ապահով, որտեղ թե ուսուցիչը, թե աշակերտը իրեն պաշտպանված է զգում եւ կարողանում է կրթության գործին ամենակարևորը ուշադրություն դարձնել, այս ձևաչափով կաշխատի արդեն։ Այսինքն պատմության ուսուցչուհին կշարունակի մնալ Մերձավանի դպրոցում աշխատելու, թե այդուհանդերձ մթնոլորտը, որը ստեղծվել է իր շուրջը հաշվի առնելով, կտեղափոխվի։ Ես կարծում եմ, որ որևէ ուսուցիչ չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ իրեն թիրախավորում են եւ չեն ստեղծում պայմաններ աշխատելու։ Այս դեպքը այս ձևաչափով պետք է բացառվի։ Մնացածը յուրաքանչյուրն ազատ է իր աշխատանքվայրի ընտրության հարցում եւ ինչ կորոշի ուսուցչուհին, ես չեմ կարող ասել, բայց մենք որպես նախարարություն եւ բոլոր պատկան մարմինները պիտի ապահովեն
այն միջավայրը, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա, եւ ես սա շեշտում եմ, որովհետեւ այո, խնդիրները բազմաշերտ են, բայց այստեղ ամենակարևոր հարցը այն է, որ ուսուցիչը դպրոցում պետք է իրեն պաշտպանված զգա եւ ցանկացած հարց պետք է կարգավորվի այնպես, որ չլինի այսպիսի իրավիճակը, որովհետեւ ես վստահ եմ, որ անկախ նրանից թե ինչ խնդիր է եղել, սա խնդրի լուծման եղանակ չի։